շնորհակալություն եմ հայտնում եմ հետևորդներին, հավատացեք շատ ոգևորող է։ Հիմա ասենք այսօրվա մեր ուտեստներին։ Այսօր ես որոշել եմ պատրաստել նապաստակի մսով երկու տարբեր ուտեստներ։ Մեկը թոնրի խորոված, մյուսը տոմատի սոուսի մեջ պատրաստված նապաստակի միս։ Տոմատի սոուսի մեջ պատրաստելու համար այս կես նապաստակը կարծում եմ բավական է։ Երևի սկսենք խորովածի նապաստակի մարինադացման պրոցեսից։ Իմիջայլոց ասեմ, որ ես երեկոյան աշտեն նապաստակը դրել եմ սառը ջրի մեջ, մինչև առավոտ, քացաղած ջրով, նաև համեմված, որը տանում է նապաստակի ավելնորդ հոտը և համը, որը ցանկալի չէ։ Նապաստակը մաքրել եմ, ասեմ, որ ես նապաստակի յուղը չեմ սիրում, իմ համար հաճելի չէ, չգիտեմ ուց, դա խոզի մսի յուղի պես չէ, դրա համար ցանկալի չէ, որ նապաստակի յուղը մնա իր վրա, ավելի լավ է հեռացրեք նապաստակի յուղը, դրա փոխարեն օգտագործեք ձետ, սովորական ձետ։ Այսպես, նապաստակը մարինադացնելու համար վերցնում ենք ձետ, մի քիչ, մի բաժակ ասենք, մի բաժակ ձետ, գինի, չզարմանաք, որ նման տարայի մեջ է, որ սա մեր տնական գինին է, նգուղից նոր եմ հանել։ Մի բաժակի չափել գինի և տանք համապատասխան համեմունքներ։ Ավելացնում եմ սև պղպեղ, մեկ թեյի կտար, ավելացնում եմ կարմիր պղպեղ, քաղցր պղպեղ, 2 կտար, ավելացնում եմ մսի խառը համեմունք և մի քիչ էլ կծու եմ։ Հետո ավելացնում ենք մանր կտրատված սոխ, ավելացնում եմ սխտոր, սխտորը ավելորդ համերը տնելու համար է և ունի առանձնատուկ համ, որը հաճելի է տեսակների ճաշ լիպելու համար։ Ավելացնում ենք կես լիմոն, լիմոնի հյութ։ Ավելացնում եմ մի քիչ կծու պիպար։ Չնայած համեմունքի մեջ կար ոնց որ թե, բայց թե ամեն դեպքում մի քիչ կարելի է։ Ավելացնենք նաև աղը։ Մարդկա աղը ավելի ուշ է խառնում, բայց ես տվյալակը հարմար է գտնում, հիմա խառնեմ, որովհետև համը երբ որ պասխու ես տնում, աղի համը իր մեջ է ներծծում և ավելի համ է նստած։ Ցանկանում եմ, որ նապաստակը խորովել ոչ թե մանր կտորներով, այլ ամբողջական տեսքով։ Դրա համար էլ ես ամբողջությամբ էլ դնում եմ քիչ առաջ պատրաստված սոուսի մեջ, գոնե մի ժամ, քանի որ ավել չեն կարող սպասել, օրն անցնում է, մի ժամ թողնենք մնա Պասխուի վիճակում։ Միջայլոց ասեմ, այս տարբերակը խորովածի սովորել եմ իմ որդուս, ով 3 տարի աշխատել է Վարդենիսի տարածաշրջանում զինվորական բժիշկ և այդ տարածքի բնակիչներից սովորել էր այս եղանակով պատրաստել խորովածը։ Հավատացեք, մինչև այդ ես որ ասեի, այդքան չեմ սիրել ու չէի օգտագործում հաճախակի, առանձնատուկ համ եմ զգացել և ես խոստովանում եմ նաև, որ հիշելով
տղայիս պատրաստման եղանակը, այսօր ես առաջի անգամ եմ պատրաստում։ Իհարկե թոնրի խորոված անելու հետ ես գործ չունեմ, որովհետև թոնրի խորովածը միշտ ամուսինս է անում։ Ինձ պետք է սրանից հետո մնացած գործողությունները իմ ամուսնունն է։ Ամեն դեպքում այսօրվա պատրաստելու եղանակը, որ սովորել եմ որդուցս, առաջի անգամ եմ պատրաստելու, ինձ թվում է պիտի ստացի, որովհետև արամատը, հոդը, տեսքը շատ հաճելի է։ Հա, իմիջայլոց այս ուտեստը սիրում է ցիտրոն։ Ես այսօր կավելացնեմ չորացած ցիտրոն, որովհետեւ ավելի համեղ ստացվի։ Առայժմ ասկանը թողնենք 1 ժամ։ Նկատի ունենալով որ նապաստակի միսը մի քիչ կոշտ է, չոր է, այդքան էլ շուտ չի եփում։ Սովորաբար ես սա մի քիչ շոկ է խաշում եմ, որից հետո նոր տեղափոխում եմ ղազար։ Ինձ թվում է այսպես ավելի լավ է ստացվում։ Կդրադում ենք միսը։ Եվ դնում ենք կրակին։ Մի 5 րոպե շոկ է խաշվի։ Առայժմ աղ կամ որևէ համեմունք անհրաժեշտ չէ։ Ինչի խելոք չես մնա։ Հա։ Ինչ ես քթեատորը։ Այժմ պատրաստում ենք ղազանի մեջ եփող նապաստակի համեմունքները։ Կդրադում ենք սոխը, արդեն նախապատրաստել ենք բիբարը, գազարը և սխտորը, ընդ որում մի քիչ էլ կծու բիբար։ Տեսնենք ինչ վիճակում է շոկ է խաշվող նապաստակը, բավականին պինդ է։ Երևի մի 5-10 րոպե է ցանկանում շոկ է խաշվել։ Սպասենք ևս 5-10 րոպե։ Հիմա ժամանակ չկորցնենք, պատրաստում ենք խորովածի սոուսը։ Հացում ենք լեջոն, լեջոն մեզ անհրաժեշտ է նաև ղազանի մեջ նապաստակը եփելու համար։ Ավելացնում ենք տոմատ, ավելացնում ենք սխտոր, ոչինչ որ շատ մանր չէ։ Ես սիրում եմ որ համը զգում եք յուրաքանչյուր նյութի, որը տանում եք քո բերան, համը զգում եք։ Ճիշտ է, դա էլ է տարբերակ, երբ լուծում են բլենդերով միասին սոուս են սարքում, բայց ես կերացրեք երադասում են այս տարբերակը։ Ավելացնում ենք կանաչի, ավելի շատ համ եմ կարելի ավելացնել, փոքրիկ կտոր կծոտ բիբար գցեք։ Ջրից մի քիչ ավելացնենք, թող մի քիչ ջրի գանա։ Արտակարգ համով է, իսկական խորովածի համար։ Նապաստակը արդեն շամպուրի վրա է, ավելացրել եմ նաև սմետան, մնում է տեղադրել թոնրի մեջ ու սպասենք եփվելու։ Նապաստակը տեղադրեցինք թոնրի մեջ։ Տեսեք ինչ վիճակում է մեր նապաստակը ղազարին, ջուրը արդեն քաշել է, պետք է ավելացնել ձետ և խորովածի սոուսը այս թավայի մեջ, ղազանի մեջ։ Սոխը չեմ ուզում հիմա խառնեմ, որովհետեւ չվարվի, շուտ չվարվի։ Հետո կավելացնում։ Զարմանում եք, որ գիշերով եմ պատրաստում։ Սա ձեր համար եմ արել։ Մտածել եմ, որ սա էլ մի կոլորիտ է, մի յուրահատուկ տարբերակ է, ուշ ժամի, լույսի տակ, քամու տակ պատրաստել ճաշ։ Ինձ մեզ այլ հետաքրքրություն ունի, հատուկ ձեր համար ես որոշեցի, որ այսօր նախապատրաստեմ ավելի ուշ ժամի։ Հիմա ձետի մեջ տավագելու ենք, մինչև սոուսի լցնելը։ Երբ որ մի քիչ կարմրեց, գույնը փոխեց, որից հետո կավելացնենք սոխը, մյուս
համեմունքները, որոնք նախապատրաստել են, կրկին կտապակենք, որից հետո նոր կավելացնենք տոմատները։ Ավելացնում եմ մյուս համեմունքները սոխ, գազար և բիբար։ Ավելացնեմ նաև խորովածի համարինադի սոխը, չի ասում մայրս, շատ համով է, Քրիստոս հետ կփսփսա։ Ժամանակը ռացիոնալ օգտագործելու համար տատիկիս հումորներից պատմեմ ձեզ, ձեր տրամադրությունը բարձրացնելու։ Ուրեմն տատս հեռուստացույցի մոտ նստած կինո է նայում, գալիս է տանկը կրակելով, ուժեղ կրակելով, պատերազմ է, տատս վախեցած, անդորից ելավ ու փախավ սենյակից, ու հետո գոռում է, դուրս եկեք, դուրս եկեք, դուրս եկեք։ Ծիծաղեցինք ու բացատրում ենք, որ տատ ջան, այս տելևիզոր է, տելևիզորի մեջ նկարած են կամերա, մի վախեցի, այ նստի հանգիստ նայի։ Տատս լսեց, մեզ թվաց, որ ինքը հասկացավ, թե ինչ եք ասում, մի քիչ հանդարտվեց, բայց ամեն դեպքում ասաց, երեխեք չան, կինան դեզոր է, տելևիզոր չէր կարողանում ասել, դեզոր էր ասում։ Հիմա դարբեր, մեկ է տեսար քիսավ, փշում է այս թարավ նստել։ Ավելացնում ենք ջուր, եռացրած ջուր։ Դիտես 700 գրամ, հետապետ է չապել։ Ավելացնում եմ սմետան։ Ջուրը մի քիչ էլ ենք ավելացնում։ Լեչոն եմ ավելացնում և ավելացնում եմ 2 կտրատված պոմիդոր թարմություն լինելու համար։ Ցավոք մենք այստեղ չենք կարող ասել եփվի մարմանդ կրագին։ Եփվելու է ուժեղ կրագի վրա։ Չուտ խառնելու ենք, եթե ջուրը պակասեց, ավելացնելու ենք նաև ջուր։ Դե մնում է մենակ թարմ կանաչի ավելացնել էդ տամը։ Դե ինչպես տեսնում եք, խորովածը պատրաստ է, թոնրի կարտոֆիլով, պատրաստ է նաև տոմատի սոուսի մեջ, ղազանի մեջ պատրաստված նապաստակը, պատրաստ է նաև կջեբահան չարված, թարմ այսօրվա քաղած կարտոֆիլով տապական, ղմին, ինչպես ասում են Շիրակի տարածաշրջանում, այսինքն Շուշանը, քամած մածունը համեմոյ վեր սխտորով, ինչպես նաև պոմիդորի սալատ կտրատված պանիրի հետ։ Խորովածի համար ամենակարևոր սոուսը տոմատով, լեչոյով, սխտորով և համունքներով պատրաստված, որը ամենաճիշտ տարբերակն է խորոված ուտելու համար։ Այսքանը, ինձ թվում է բարի ախորժակ մեզ, գուցե կենասեր առաջարկելու ժամանակ ասնենք նաև հոգու համին։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ բոլորիս։ Կարևոր է, որ սենոնի վրա անարատ սննդամթերք է։ Հարկ իմ ասում։ Խմում ենք։ Իմիջիալյոց ես օղին պատրաստել է իմ աղբերս, Սամվելը։ Սամվել ջան, ինչի օղի է։ Պանդայի օղի է։ Իսկ տոդոսը գրադուսը ինչքան է։ 55։ Չմոռանամ, որ ես պարտավորություն ունեմ։ Միայն ճաշ պատրաստելը չես, նաև հոգու համ ունեմ, այսօր համի հետ կապված խնդիր ունեմ։ Հոգու համի հետ կապված ես այսօր կկաշտամ մի բանաստեղծություն, որը գրել եմ մորս մահից 1-2 ամիս հետո։ Մայրս մահացավ 47 տարեկանում և 23 տարեկան էի, իմ համար ամենաթանկն էր։ Ամեն մի վախճան սև հետք է թողնում ինչ-որ մի սրտում։ Ու երբ հողաթումբն անգամ մաշվում է, դին գրգած հողը հողի է փոխվում, ինչ-որ մեկի մոտ վախճան հիշվում է, հողաթումբ դարձած կենտանի սրտում։ Ամեն մի վախճան վախճանվում է, երբ հիշողն է մեռնում, հուշերն են մեռնում, արվեստն է մեռնում ավանդ մնացած, երբ նրա գործը դարին էլ պետք չէ, նրան հիշողին հիշել էլ պետք չէ, էլ պետք չէ թագել հանջարի դուրը, էլ պետք չէ հիշել վադով հիշվողին, երբ ժամանակը շտկել է ծուրը։ Ամեն մի վախճան վախճանվում է, երբ դեռ կենտանի մեռած է եղել հոգով էությամբ, սահել է անշուք ուրիշի ճամպով ու ապրել է լոկ որպես թեթև ամպ։ Երբ իր թափանցիկ քողով ծածկել է արևի ճամպան, որ մարդուն զրկի լույսից ու հույսից, բայց գոլոշացել է կրկին անգամ։
ամեն մի վաղճան հիշողություն է, հուշեր է անցյալ, հեշտ չի մոռացվում, ինչ որ մի վաղճան, սև հետք է թողել նաև իմ սրտում։ Ահուս, Սոնջան։ Քուրջան, հələ մի հատ էլ մամային սիրած երկերից սա, էլի, քուր։ Երկի մատես, զատո այդ պարդավորություն ունի մեսոր, սկսեմ։ Օտարամայի ճամպեքի վրա, իմ կարավանը մեն խաղողանջ է, կագնի կարավաս, ինձի կթվա, թե հայրենիք ես, ինձ մարդ կկանչե, կագնիր քարավանց, ինձի կթվա, թե հայրենիք ես, ինձ մարդ կկանչե, գնա քարավան ինձ հետդ քաշտու, օտարամայի ճամփեքի վրա, որտեղ կհոգնես, գալուխդ վարդին, ժենքարերի մեջ, փշերի վրա, որտեղ կհոգնես, գալուխդ վարդին, ժենքարերի մեջ, փշերի վրա։ Շնորհակալ եմ, Քուրջան, ավրի, անսպար։ Նարա, բրձավ, թե ժողովուրդ հիմա մի կաշկանդե։ Ջան, լավ է։ Ահա, իսկ եք։